Ամերիկայի նպատակն է կուլ տալ Իրանը, սա ամերիկյան խռովություն էր, ամերիկացիներն էին ծրագրել դա, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին։ Մենք Միացյալ Նահանգների նախագահին հանցագործ ենք համարում զոհերի, վնասների եւ իրանցի ազգին ուղղված նրա զրպարտության համար, հավելել է նա։ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ոչ ոք չի փորձել իրեն համոզել հետ կանգնել Իրանին հարվածելու մտքից։ Ոչ ոք ինձ չի փորձել համոզել, ես ինքս եմ ինձ համոզել, լրագրողներին ասել է Թրամփը, պատասխանելով հարցին, թե արաբական եւ իսրայելական երկրներն են արդյոք փորձել համոզել իրեն չհարվածել Իրանին։ Թրամփը նշել է, որ իր որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել այն փաստը, որ Իրանի իշխանությունները չեղարկել են հունվարի 15-ին նախատեսված ավելի քան 800 մահապատիժ։ Թրամփը խոստովանել է, որ իրանցի Ղասեմ Սոլեյմանին ուժեղ գեներալ էր, հնարավոր է մենք նման հաջողության չհասնեինք Իրանում, եթե նա ողջ լիներ, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Հիշեցնենք, որ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի հրթիռային հարվածի հետևանքով։ Եվրոպական 8 երկիր համատեղ հայտարարություն է տարածել Գրենլանդիա զորք ուղարկելու համար նրանց նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի սպառնալիքներից հետո։ Որպես ՆԱՏՕ-ի անդամներ մենք հանձնառու ենք ամրապնդել Արկտիկայի անվտանգությունը։ Դանիական նախապես համակարգված զորավարժությունները ոչ մի սպառնալիք չէին ներկայացնում։ Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում Դանիայի թագավորությանը եւ Գրենլանդիայի ժողովրդին, ասվում է հայտարարության մեջ։ Գրենլանդիայի եւ Դանիայի բնակիչներն էլ դուրս են եկել ցույցերի ընդդեմ կղզին բռնակցելու Թրամփի սպառնալիքների։ Միացյալ Նահանգների եւ Ճապոնիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները Վաշինգտոնում պաշտոնական հանդիպումից առաջ հանդիպել են ռազմաբազաներից մեկում եւ միասին մարզվել։ Անտարային հրդեհներ են գրանցվել Չիլիում, բնական աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի։ Սուրբ հայտնության տոնի առթիվ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն -15 աստիճանին սուզվել է սառցաջրում։ Զավեշտալի դեպք է տեղի ունեցել Կրասնոդարում, բադերը խցանման մեջ են ընկել։ Առատ տեղումներից հետո սառույցի վերածված ջրամբարներում թռչունները գծել եւ ստեղծել են հարմար երթուղիներ, որոնցով լողում եւ տեղաշարժվում են իրար հետևից մեկ շարքով։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։